Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է վերլուծաբան Արգիշտիկ Իվիրյանը։ Պարոն Իվիրյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հավերը ընդունելու համար։ Պարոն Իվիրյան, արդեն մի քանի օր է բավական ակտիվ քննարկվում է Եվրամիությունից Հայաստանի իշխանության այսպես խնդրած աջակցության մասին։ Հայաստանի իշխանությունը դիմել է Եվրամիությանը, որպեսզի գումար հատկացնեն եւ նաեւ ըստ իրենց փորձի փոխանակման այդպես շրջանակներում օգնեն, որպեսզի հիբրիդային պատերազմի դեմ պայքարեն։ Սա դիտարկվեց նաեւ ընդդիմադիրների կողմից որպես Հայաստանի ներքին գործերին խառնվելու, միջամտելու այսպես փորձ։ Ձեր կարծիքով նախ ինչ հիբրիդային պատերազմի դեմ է պայքարելու իշխանությունը եւ Եվրամիությունը հստակ ասում է, որ դա Ռուսաստանի դեմ է ուղղված, որովհետեւ պաշտոնյաները այդ մասին խոսում են։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները խուսափում են ամեն դեպքում ուղիղ ասել, որ դա իսկապես ռուսական քարոզչության կամ Ռուսաստանի դեմ ուղղված այսպես աջակցություն է։ Ձեր հարցը շատ ծավալուն է, ինքը շատ կարևոր է, ես փորձեմ փուլային պատասխանել։ Առաջինը, այն որ դա ուրեմն փորձ է այլ կառույցների ներգրավել Հայաստանի ներքին գործերին, դա փաստ է։ Այսինքն Հայաստանի իշխանությունները իրենց օպոնենտներին մեղադրում են, որ նրանք փորձում են այլոց ներգրավել Հայաստանի ներքին գործերին, բայց փաստացի իրենք անում են հենց դա։ Երկրորդը, գիտեք ոնց է, գլոբալ առումով, եթե նայենք այսօրվա աշխարհին, կարելի է ցավակցել Եվրոպային եւ եվրոպական կառույցների խելքին ընկնողներին։ Մի քանի օր առաջ հրապարակվեց ԱՄՆ-ի ուրեմն ազգային անվտանգության ստրատեգիա փաստաթուղթը, եւ որտեղ ուղիղ տեքստով ասվում է, որ Եվրոպան կանգնած է քաղաքակրթական բնաջնջման առաջ։ 1. Երկրորդը, այնտեղ խոսում է այն մասին, որ Եվրոպան սրան հասել է սահմանափակելով իրականում արտահայտման իրավունքը, տարբեր ուրեմն ուղղվածության կուսակցությունների, մասնավորապես աչերի գործունեությունը եւ այլն։ Ու հենց դա հանգեցնում է քաղաքակրթության, եվրոպական քաղաքակրթության մահվան։ Այս պարագայում ինչ փորձ է բերելու, չէ՞, ինչ փորձ պետք է այդ ուրեմն կառույցը, որը հասել է եվրոպական քաղաքակրթությունը հասցնում է մահվան, ինչ է տալու Հայաստանին, որ հայկական քաղաքակրթությունն էլ մահանա։ Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք Իրան ձախողված քաղաքականության արդյունքը նույն Ուկրաինայում։ Մենք տեսնում ենք Իրան ձախողված քաղաքականության արդյունքը հենց իրանց մոտ։ Այսօր Եվրոպան հասցրել է մահվան սեփական տնտեսությունը։ Այսօրվա դրությամբ դրա համար ընդամենը նորից ոնց որ 1945 թվին կանգնած է վերաբաժանման առաջ։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը փորձում են այսօրվա դրությամբ փորձում են պայմանավորվել ոնց որ 1945 թվականին Եվրոպայի վերաբաժանման շուրջ։ Ու դա արդյունք է Եվրոպայի կողմից վարված քաղաքականության։ Հիմա այս պարագայում հենց որ գիտես ոնց է, դու պետքա դիմես այսպես հաջողված պրոյեկտներից փորձես օգնություն ստանալ եւ աջակցություն։ Ձախողված պրոյեկտից ինչ օգնություն է ստանալու։ Հայերը Եվրոպա ասելով, դե հասկանում եք ինչ են արել, գնացինք Փարիզ, Ռոմ գնալ, դե լավ է էլի։ Դնում եք Ռոմն է, Փարիզն է։ Իսկ իրականության մեջ շատ խորքային իրավիճակ է տիրում։ Այսօրվա դրությամբ գիտեք ոնց է, իրականում ասում է ամենաբարձր օղակներում համաշխարհային տիրում է լրիվ ուրիշ պատկերը, Եվրոպան իր ցախերի եւ լիբերալների արդյունքում փորձում է վարել ընդհանրապես այլ քաղաքականություն, որի արդյունքում փաստի առաջ կանգնեց հենց ինքը։ Դրա համար ինքը այսօրվա դրությամբ իր միակ փրկողակը տեսնում է ամեն գնով ձգձգել Ուկրաինայի պատերազմը, որպեսզի ինքը հասցնի վերազինվել։
Ինչը, ինչպես մենք տեսնում ենք, այդքան էլ հաջողությամբ իր մոտ դեռ որ չի ստացվում։ Տեսեք, իշխանության ներկայացուցիչներից փոխնախագահավարչության Գևորգ Պապոյանը ասում է, որ մեզ օգնելու են, որպեսզի Հայաստանի ժողովրդավարությունը չտապալեն ոմանք, բայց ոմանքը, երբ որ այլ այսպես հարցերով փորձում ենք հասկանալ ում մասին է խոսքը, պարզվում է նրանք չեն թաքցնում, որ Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված քաղաքական ուժին նկատի ունենք։ Ինչ վտանգներ են տեսնում իշխանությունները ընդդիմադիր դաշտում։ Նայեք, ուրեմն առաջինը, հենց Եվրոպայում ստեղծվեց այդ շատ եվրոպական կառույցների կողմից ստեղծվեց այդ շատ վտանգավոր նախադեպը, որը մի քանի անգամ կիրառվեց Մոլդովայում, հենց որ իբր թե ժողովրդավարության պաշտպանության անվան տակ իրականում, այսպես ասած, ստեղծվում է ավտորիտարիզմի շատ տգեղ ինչ-որ տեսակ։ Իրանք դա հայտարարում են, որ դա անում են պաշտպանելու ժողովրդավարությունը, բայց իրականում, ասենք, սահմանափակվում էին այնպիսի կարևոր ինստիտուտներ, ինչպես ազատ խոսքը, արտահայտվելու իրավունքը, կամ եթե դու սահմանափակում ես այս կամ այն ուժի գործունեությունը, սա ինչ բան է։ Դա հենց, գիտեք ոնց է, ժողովրդավարության անվան տակ ստեղծվում է ավտորիտարիզմի բավականին գռեհիկ մոդել։ Ոչ թե անգամ ավտորիտարիզմի դասական մոդել, այլ գռեհիկ մոդել։ Այսօրվա դրությամբ դրա համար, ասենք, գիտեք ոնց է, Եվրոպայում այսպես փլուզված ստագնացիոն վիճակն է։ Որովհետև այնտեղ էլ բազմաթիվ ուժեր հասկանում են, որ այն ինչ որ արվեց, ոչ թե հանգեցնում է ծայրամասերում ժողովրդավարության հաստատման, այլ ընդամենը վարկաբեկում է բուն ժողովրդավարությունը, որպես հասկացություն, որպես երևույթ, որպես համակարգ։ Այսօրվա դրությամբ նույն Հայաստանում իբր թե ժողովրդավարության պաշտպանության անվան տակ մենք տեսնում ենք մի անձի, այսպես ասած, ինքնիրավչություն, որը միանձնյա է որոշում, ով պետք է մնա ազատության մեջ, ով պետք է գտնվի բանտում, ով իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, ով իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, որը, այսպես ասած, ամբողջ պետական համակարգը, լծակները օգտագործում են մի նպատակով, հաշվի արդար տեսնել իր քաղաքական հակառակորդների, այսպես ասած, նկատմամբ, ընդ որում այն անձանց, ովքեր ուղղակի իրան չեն սպառնում իր իշխանությանը։ Այսինքն դու հենց որ մի ամբողջ իշխանության համակարգ, ուժային կառույցներ, դատական համակարգ, այսինքն նայեք, իշխանության 3 ճյուղեր, գործադիրը, օրենսդիրը, դատական, օգտագործում ես քո քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Ինչ ժողովրդավարության մասին։ Գումարած եկեղեցին, որ իրավունքը չունի սահմանադրական։ Դա առանձին ինստիտուտ է։ Եկեղեցին ընդհանրապես առանձին ինստիտուտ է։ Այդ հոգևոր կրոնական ինստիտուտ է։ Եվ անգամ քիթը այդտեղ է մտցրել։ Ինչ ժողովրդավարության մասին է խոսքը։ Սա ժողովրդավարություն չի, սա նորից եմ ասում, սա ավտորիտարիզմի, գռեհիկ ավտորիտարիզմի մոդելը։ Ընդ որում, նայեք, այստեղ կազմաքանդվում է պետությունը։ Հիմա կարող եք հասնել ոնց է կազմաքանդվում։ Հենց որ ուրեմն բոլոր կառույցները, փոքր երկիր է, բոլոր կառույցները ծառայում են մի մարդու կմահաճույքին, կարող են առաջանալ այլ մարդիկ, որոնք ասեն, դե մեր կմահաճույքն սա է, կանոնները այսպիսին են, եթե չկա պետություն, ես էլ իմ կանոններն եմ սահմանում։ Ու ինչ է ստացվելու, պետությունը վերանում է։ Ընդամենը առաջանում են խմբավորումներ, հասկանում եք, այս մարդը, պետությունը դարձել է խմբավորում,
Ոնց որ ժամանակին հիշում եք բանակը դարձել էր ջոկատ, բանակից ասում են 30 հոգի հավաքվեք, ձեր տնի բրոնեժիլետ կասկով մեկնեք պատերազմ։ Հիմա նույնը պետությունը ինքը փորձում է դարձնել խմբավորում, որտեղ իր կմահաճույքով գործում են այդ ինստիտուտները։ Հավատացեք, նման ձևով, եթե ուսումնասիրեք պատմությունը, քաղաքականությունը, այլ երկրներ, հենց այդտեղ առաջանում են այլ խմբավորումներ։ Առավել ևս տարբեր անձանց ձեռքում կան գումար։ Եթե այդ մարդիկ այդ գումարի հետ միասին նաև կամք ցուցաբերեն, կստեղծվի այդ խմբավորումների բախում։ Ու հայկական պետության Բայց եթե իրավապահ համակարգ ամբողջովին ձեռքի տակ է, նա կթողնի, որ այդպիսի խմբավորումներ առաջանան։ Ուրեմն գիտեք ոնց է, այսօրվա աշխարհում այնքան արագ են առաջանում, հենց որ կա փող։ Այսօրվա աշխարհում առավել ևս հենց որ գնում է ընդհանրապես պետությունների, գիտեք ոնց է, լուծարում եւ դրա փոխարինումը կորպորատիվ կառույցների, այսպես եթե անգամ Ռուսաստանի պես պետությունում են հնարավոր վերջում իրանք էլ հասկացան վտանգը, վերացրեցին այն ռազմական խմբավորման ղեկավարին։ Հավատացեք, որ միշտ ընդունակ են ավտոնոմ ծնվել։ Դու հակառակը պետք է ամեն ինչ անեին, որպիսի ձևավորվեր հայկական պետությունը իր ավանդույթներով, քաղաքակրթության մեխանիզմներով, Իրանք ասում են ժողովրդավարության բաստիոն ենք։ Հիմա եթե ժողովրդավարության բաստիոն են, ինչու են գումար ուզում Եվրոպայից, որպեսզի պատերազմ, այդ հիբրիդային պատերազմի դեմ պայքարեն, եւ եթե ժողովրդավարություն, այսպես մեզ մոտ ասելի չափերի է հասել, գուցե մենք արտահանենք Եվրոպայի ժողովրդավարությունը։ Դե գիտեք ոնց է, եթե իրանց ասելով լիներ, սա լիներ ժողովրդավարության բաստիոն, դուք շատ ճիշտ եք, պետք է այդ ժողովրդավարությունը փորձեին արտահանել։ Ընդ որում ինքը ժամանակին փորձում էր Ադրբեջան չէ արտահանել մինչև 2020 թվականի պատերազմը, եւ դա շատ ծանր հետևանքներ ունեցավ։ Ասում է ժողովրդավարական երկրի վրա չեն հարձակվի։ Դե տարբեր ձևերով այնտեղ փորձում էր մեղադրել Ալիևին, հիշում եք, որ այնպիսի բաներ կասի, որ նա չի մնա, բռնապետության մեջ էր փորձում է, հիշեք 2020 թվականին, երբ պատերազմի նախօրեին Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը եւ իր հարցազրույցի անոնսը, որը այդպես է լույս չտեսավ։ Փորձում էր ժողովրդավարություն, չէ, այսպես ասած։ Տեսեք, նաև ազգային ժողովում էլ շուռ է գալիս Նիկոլ Փաշինյանը դեպի ընդդիմադիրներին եւ ասում է, որ ես հավատայի, եթե մամուլի տեղեկությունները բոլորը ԱԱԾ պատվալներում կհայտնվեք, կամ դուք արդեն այս ամեն ինչի մասին առանց որևէ խնդրի խոսում եք, այսինքն հիմա պիտի բոլորը ԱԱԾ պատվալներում հայտնված լինեին։ Դե գիտեք ոնց է, պրակտիկայում ում ինչը կսպարտում էր, ԱԱԾ-ի պատվալում են։ Բազմաթիվ մարդիկ հենց ԱԱԾ-ի պատվալում են։ ԱԱԾ-ի պատվալում են հոգևորականների միստվար զանգված։ Սրանից ավել էլ ինչ անի։ Նման, գիտեք, ես հիշեցնեմ Պապոյանի խոսք, ասում էր հանցակի համար են նրանք այնտեղ նստած մարդիկ, այնպես չի որ հանցագործություն չեն կատարել, դրա համար էլ այստեղ ժողովրդավարությունը մի խառնեք։ Գիտեք ոնց է, դա Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների, այսպես ասած, արդարացումն է։ Բոլորս մամուլից տեսնում ենք, չէ, այն մեղադրանքները, որը ներկայացվում է, թե ինչպիսի ծիծաղելի մեղադրանքներ են, եթե ուրեմն ես չեմ ասում անցած 30 տարին Հայաստանում եղել է ժողովրդավարություն։ Բացարձակ ես նման հայտարարություն երբեք չեմ արել ու չեմ անի, բայց եթե նման հենց վերաբերմունք լիներ, Նիկոլ Փաշինյանը հայկական ժամանակում իր գրած ամեն հոդվածից հետո պետք է, այսպես ասած, մի քանի տարի անցկացներ ազգային անվտանգության մեկուսարանում։ Նախկիների ժամանակ Եվրամիության հայտարարություններն էլ էինք տեսնում, հիմա Եվրամիության այդ ժողովրդավարությունը չի աշխատում նաև ձեր նշած դեպքերի համար։ Մենք չենք տեսնում հայտարարություններ, մենք չենք տեսնում ակցիաներ, որ այսպիսի ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունի Հայաստանը։ Ուրեմն կյանքը ցույց տվեց, որ Եվրոպայի ու եվրոպական կառույցների նպատակը Հայաստանում եւ այլ երկրներում
ոչ թե ժողովրդավարության հաստատումն է եւ ժողովրդավարության հաստատմանը օժանդակումն է, այլ ընդամենը այդ մարդիկ լուծում են արտաքին քաղաքական հարցեր։ Եթե օրինակ նման քաղաքականություն միշտ վարել է ԱՄՆ-ն ու երբեք չի թաքցրել։ Դրա համար ասենք ԱՄՆ-ի դաշնակից եղել են օդիոզ իսլամիստները, իսլամական պետությունները, որտեղ օրենք էլ չկա, այսպես ասած մանարխիկ, ասենք Սաուդյան Արաբիան, այնտեղ օրենք էլ չկա, հասկանում եք։ Նակ ԱՄՆ-ն այդ առումով չի թաքցրել, որ իրեն հետաքրքրում է արտաքինը, ներքինը այսքան էլ չի։ Հա, մեկ-մեկ իրանք էլ են շահարկում, օրինակ Տրամպը ազնիվ է այդ առումով չի էլ շահարկում այդ։ Բայց Եվրոպան իրեն միշտ փորձում էր այլ ձևով մատուցել։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ ինքը այդ առումով բացարձակ չի տարբերվում, այսպես ասած, ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ այն պետություններից, ում հետաքրքրում է զուտ այդ պետության, այսպես ասած, արտաքին օրիենտացիան։ Այսինքն այս ամեն ինչը նպատակ ունի միայն Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, ազդեցության գոտիները լրիվ չեզոքացնել։ Իհարկե։ Եվ այս ոչ միայն դուրս մղել Ռուսաստանին, այս պետություններին փորձել օգտագործել ընդհուպ մինչև ռազմական գործողություններ Ռուսաստանի դեմ։ Այն ինչ որ իրանք անում են Ուկրաինայի հետ։ Ինչա իրանք չեն հասկանում, որ Ռուսաստանը Ուկրաինային բնաջնջում է եւ շարունակում է բնաջնջել։ Ասենք նայեք, 2 տարի առաջ սեղանին դրված էր մի համաձայնագիր, որի ստորագրման դեպքում այնքան տասնապատիկ ավելի ձեռնտու էր Ուկրաինային։ Այսինքն 2 տարի Ուկրաինան պատերազմում է, որպիսի կանգնի շատ, այսինքն նայեք 1 միլիոն զոհ է տալիս, բնաջնջվում է, տարածքներ է կորսում, տնտեսությունն է փլուզում եւ այլն, որպիսի ստորագրի վերջում շատ ավելի վատ փաստաթուղթ, քան 2 տարի առաջ դրված էր սեղանին։ Սրանից ինչ է բխում, որ Ուկրաինան պատերազմում է ոչ թե իր շահերի համար, ինքը պատերազմում է այլոց, ինչ որ ինքը իր շահերը զոհաբերում է այլոց նպատակների համար։ Իսկ այլոց նպատակները այո, իր ժողովրդի արյան հաշվին։ Հիմա նույնը փորձելու են իհարկե ներքաշել նաև Հայաստանին եւ ոչ միայն Հայաստանին։ Գուցե մեր բախտը բերել է, որ մենք ուղիղ սահման չունենք Ռուսաստանի հետ։ Ես դրա մասին ասել եմ անցած հարցազրույցում, որ այո, մեր բախտը բերել է, որ մենք Ռուսաստանի հետ ուղիղ սահման չունենք, թե չէ այս իշխանությունները դեռ այսպես ասած շուտվանից կփորձեին ներկաշել Հայաստանին ոչ թե հիբրիդային, այլ ուղղակի պատերազմի մեջ։ Հիմա խոսենք նաև կարծեք թե շարունակություն է, որովհետև Ռուսաստան Իրան այդ հարաբերություններում Հայաստանի դիրքորոշմանը եւ արևմուտքի վերաբերմունքին, չնայած Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի, դրանից հետո եղան Իրանի դժգոհությունները, Հայաստան իշխանությունը ասաց, որ հանդիպել ենք նրանց հետ, փարատել ենք նրանց այսպես մտահոգությունները, բայց օրերս կրկին Իրանից բավականին հետարքիր հայտարարություն հնչեց եւ Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդականը անդրադառնալով թրիփին ասել է դա ոչ այլ ինչ է, քան հենց Զանգեզուրի ճանապարհ, ինչին իրենք խիստ դեմ են։ Ինչ նոր բաներ են հայտնվել կամ ինչ մանրամասների են նորից Իրանում տիրապետում այս պահին, գուցե որ նոր բաներ կան, որից անհանգստություն կա Իրանում, որ այսպիսի հայտարարություն են արել եւ սրան գումարած նաեւ Ռուսաստանից եղավ հայտարարություն, որ նրանք պետք է մասնակցություն ունենան այդ ճանապարհի հետ կապված։ Երկու դեպքում էլ իշխանությունն ասում է, որ մտահոգություն չկա Իրանի դեպքում, Իրանը կարող է հանգիստ լինել, բայց Ռուսաստանի պարագայում թե մասնակից կլինի թե ոչ, ասում են նման քննարկումներ չկան։ Ինչ է կատարվում այս առումով։ Ռուսները ոչ միայն այդպես ասեցին, իրանք շատ ավելի կոշտ ասեցին, իրանք ասեցին, որ չէ, բացի սահմանապահներից, որ առանց իրանց Հայաստանը չի կարող դա շահագործել։ Սա այն է, ինչի մասին ես տարիներ շարունակ բացատրում էի։ Հիշում եք, նայեք, հենց որ ես բացատրում էի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինչ է Իրանից ներկայացնում, բացատրում էի, որ այդ փաստաթուղթը ինչքան էլ վատն է, գոնե ասենք, եթե դու այդ փաստաթուղթով տալիս ես ռուսներին, փոխարեն իրանք կպահեն Արցախը։
Իրանք այդ ժամանակ մտածեցին, որ ռուսներին չտանք, ճանդամ թե Արցախը կլինի չլինի, Արցախը ընկավ։ Բերեցին հետո ինչ որ մի քանի շրջան ասում էին, հեսա տեսեք, ոչ մեկ մեզնից չի ուզում, մենք այնա Իջևանով իրանց կտանք, Վարդենիսով կտանք, Գորիսով կտանք, բայց այդտեղ չենք տա։ Ես ասում եի, չէ, այս երեխեքը դեռ տաք են, ոչինչ։ Թող իրանց էշի տեղ չդնեն, իրանք շատ լավ գիտեն ինչա կատարվում։ Հիմա, հետո իրանք վազեցին ԱՄՆ, ասեցին այնա Տրամպ-Ձյաձյան մեզ, այսպես ասած, թիկունք կկանգնի եւ մենք ազատ մեզ կզգանք։ Եվ տեսնում եք այսօրվա դրությամբ եղավ Իրանի հայտարարությունը, Ռուսաստանի հայտարարությունը։ Հենց սա է, որ իրեք ոնց է, ես բացատրում էի, որ տարիներ շարունակ, որ այս իշխանությունների խելապակասությունը վերցում Հայաստանը կդարձնի պոլիգոն գերտերությունների բախման։ Մենք հենց դա էլ տեսնում ենք։ Դա ուներ մի քանի լուծում գրագետ։ Առաջի լուծումը ես ասել եմ առաջի օրվանից։ Մեկ օր շուտ կառուցի, դու քո ձեռով մեկ օր շուտ, եղած ինչա։ Ու բոլոր կողմերին ասա եկեք օգտվեք։ Բոլոր կողմերին։ Հենց որ դու կանչում ես մեկին, նայեք, իրանք տվեցին ռուսներին, չէ, ինչ տեղի ունեցավ։ Պրահայում, այսպես ասած, արևմտյան ճամբարը ասեց, չէ, ռուսներին չէ, ֆուկարա։ Ու ջանդամ թե Արցախը կլինի, չի լինի։ Սա արեց։ Հիմա Իրանն ու Ռուսաստանը բաց տեքստով բացատրում են խաղի կանոնները։ Վաղը ավելի կոշտ բաներ են ասելու։ Ասելու են, որ օրինակ տղա ջան, ինչով է ասենք, հայ-իրանական սահման ինչով է որոշվել։ Ինչա Հայաստանն է որոշել Իրանի հետ։ Այնքան հարցեր կան բարձրացնելու։ Հենց որ մարդիկ չեն հասկանում ինչ է քաղաքականությունը, ու ժողովրդական լեզվով ասած փորձում են իրանց գլխից մեծ բողկեր ուտել։ Վերջում ստացվում է շատ դաժան պատկեր։ Հիմա ճիշտ եմ հասկանում, այսինքն այս ճանապարհի հետ կապված հեռանկարները այս հայտարարություններից ելնելով բավականին անորոշ են դառնում, որովհետև եթե Իրանը էլի կոշտ հայտարարություն է անում, Ռուսաստանը առավել եւս, բայց իրականում հայ-ամերիկյան պայմանավորվածություն կա այստեղ։ Ինչ է լինելու, եթե այս բոլորը խառնված են իրար, բայց Հայաստանի իշխանությունն էլ չի հասկանում, թե որտեղա կամ ում հետ է։ Հենց դա է կոչվում, հենց որ դու երկիրը դարձնում ես գերտերությունների բախման պոլիգոն։ Հենց դա է կոչվում։ Աջաբ սանդալ է սարքում։ Դուք ասում եք կա հայ-ամերիկյան համաձայնագիրը, ճիշտ է։ Իսկ ինչ որ մեկը ուժը կորցած ճանաչել է նոյեմբերի 9-ի 10-ի փաստաթղթը, ու այդ կետով համապատասխան վերջի։ Ճանաչել է։ Այսինքն կարծում եք այս պահին սեղանի դնելու են։ Երկուսն էլ գործում են։ Ու կողքից էլ կա դեռ Իրան։ Որը շատ հոյակապ հասկանում է, որ այս ճանապարհը կարա լինել իր մեկուսացման ու ոչ միայն մեկուսացման, այդտեղ ամերիկացիների, այսպես ասած, բանով, համազգեստով հայտնվեն Իսրայելի հատուկ ծառայության համապատասխան աշխատակիցները, ինքը չի պատրաստվում դա կուլ տալ։ Դուք հասկանում եք ինչ արեցին այս իշխանությունները։ Երկուսն էլ գործում է, նոյեմբերի 9-ն էլ է գործում։ Սա էլ է, նա էլ է գործում։ Իրանի պարագայում Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջերս կարծեմ ազգային ժողովի փոխոսնակը Ռուբեն Ռուբինյանը ասաց, որ իրենց պաշտոնական հայտարարություններ անող մարդիկ, արտգործնախարարը, նախագահ, իրենց կողմից միշտ խոսել են այն մասին, որ փարատված իրենց մտահոգությունները։ Եվ իրենց համար դա է հիմքը։ Գիտեք ոնց է, ոչ մի երկրում պատահական ոչինչ չի լինում։ Ռուսական հայտարարությունն էլ արեց ԱԳՆ-ի համապատասխան պաշտոնյան։ Եթե իրանք չեն հասկանում այս մեսիջները, ուրեմն նայեք, այս մարդիկ չէին հասկանում ադրբեջանցիների, չէ, ու աշխարհի մեսիջները։
Դրա համար այսօրվա դրությամբ, որ ասում ենք, ասենք բոլորս, որ Նիկոլ Փաշինյանը հասցրեց 2020 թվականին պատերազմի, ասում ես ո՞նց հասցրեցի։ Հենց այն ինչ որ ինքը անում էր, չհասկանալով մեսիջները։ Չէ, հրապարակեց փաստաթուղթ ու ասեց, տեսեք, համոզվեք, որ մենակ ես չէի այսպիսի քաղաքականություն վարում, նախորդ նախագահները։ Չէ, դե դա ուրեմն լրիվ այլ պատմություն է, առանձին մի օր կարող ենք այդ դրանից էլ խոսալ, բացատրելու Նիկոլ Փաշինյանի հերթական իրեն մեղավոր չի համարում այն հարցերում, որ միայն ինքն է պատասխանատու։ Նայեք, իր պատկերացմամբ մեղավոր են բոլորը։ Այո։ Հասկանում եք։ Տիգրան Մեծը, Վարդան Մամիկոնյանը, Աշոտ Երկաթը բոլորը մեղավոր են։ Հանում եք։ Ինքը Որտեվ ունի մի ոսկե արտահայտություն, ասում է դեմ էիք, դուրս գայիք հեղափոխություն անեիք։ Դե գիտեք ոնց է, նման ձևով արտահայտվում իրենց պահում են անպատասխանատու գործիչները, դրանով հենց ցույց տալով իրենց իրական դեմքը, անպատասխանատու դեմքը։ Այսօրվա դրությամբ, այս մեսիջները ինքը նորից փորձում է չհասկանալ, ինքն ու իր թիմը։ Վերջում կասի, էլի նույն ձևով հենց որ ասենք Հայաստանը կանգնի շատ լուրջ խնդիրների առաջ, չէ, ինչ կասի դե հեղափոխություն անենք։ Ճիշտ է։ Երբ որ ասում եք լուրջ խնդիր, հասկանա, ինչ լուրջ խնդիր կարող է լինել։ Գիտեք, չկա ավելի վտանգավոր ու լուրջ խնդիր, հենց որ դու երկիրը դարձնում ես, նորից եմ ասում, գերտերությունների բախման պոլիգոն։ Այսօրվա դրությամբ, օրինակ, նայեք, մի տարածքի հետ կապված կա երկու գործող փաստաթուղթ։ Սկզբից նրանք պետք է հսկեին։ Ուժը չես գործում, հասկանում եք, ուժը բանը չի պատում ասել, որ սա ուժը կորցրած եմ ես ճանաչում։ Մոտավորապես ոնց որ այն հապկի պատմությունն է։ Ձեզ թվում է, որ ասենք բանը այս ուրեմն Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները մանկական։ Պատկերացրեք Ռուսաստանը ավարտեց իր ուզած ձևով Ուկրաինայում պատերազմը։ Դուք Ռուսաստանի ցինիզմը շատ վատ եք պատկերացնում։ Այդ իր հապկի հայտարարությունների հետ կապված կկազմակերպի հապկի պարադը Երևանում, հասկանում եք։ Նիկոլին էլ կկանգնացնեն Լուկաշենկոյի կողքը, կասեն դե խելո կամ գիրքը, ոնց որ այն բանում համարյա նստացրել էին։ Լուկաշենկոն էլ ծաղրում էր ամեն ձևով։ Ամեն անգամ գնում է ծաղրանքի արժանում, բայց խելոք գնում է, հասկանում եք։ Ինքը կարա իրեն ասես ասած ակտորանալ հայկական դաշտում։ Այն դաշտերում 2020 թվականին դաստիարակել են իրան։ Ռուսական նկատի ունեք։ Չէ։ Գիտեք, ադրբեջանցիք դաստիարակել են, ինքը հասկացել է դա բոլոր առումներով։ Դրա համար բոլոր միջազգային դաշտերում դրանց խելոք պահում է իրան համապատասխան դիրքով։ Հեն մալչիկ զայչիկ։ Դուք նոյեմբերի 9-ն եք ասում, բայց իշխանությունն ասում է չկա Արցախը, ոչ մի կետ չի իրականացվել, այդ դեպքում ոնց կարող է 9-րդ կետը իրականացվել։ Բաց տեքստով մեկը մինչ օրս ասելա, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ուժը կորցրած է։ Ոչ։ Դե հենց ավարտվեց էկյատը։ Կարում են թող կանգնեն ասեն։ Նայեք, ոնց որ հապկի առումով նորից եմ ասում, հապկի սառեցում հասկացողություն չկա։ Կամ դու անդամ ես, կամ պետքա դուրս գաս։ Անդամության սառացում, անում եք, ուղղակի չկա այդպես ինստիտուտ։ Իմիջիայից վերջերս դեմ էլ չեմ, որպես այնտեղ փաստաթղթեր ընդունեն դրանց դեմ չեն։ Նայեք, 100 անգամ դա ռուսական պաշտոնյաները ասեցին։ Ընդ որում ուղիղ էլ ասեցին, հետույքդ բռնում է, արի դուրս արի։ Դրա ինչ է ինքը ասում։ Ասում է մենք սառացրել ենք, բայց բոլոր այն փաստաթղթերը, որը ընդունվում է, մենք կողմ ենք։ Ճիշտ է։ Եթե դու սառացրել ես, դու ընդհանրապես պետք է կողմ դեմ չես էլ կարա լինել։
Բայց հենց որ դու ասում ես ես կողմ եմ, դու ինքդ ես ընդունում, որ դու մինչ օրս մնում ես անդամ, բայց քո հետույքը չի բռնում դուրս գալու։ Սա ինչ որ ինքը անում է, դա գիտեք ոնց է, ներքին փողոցներին զբաղացնելու ինչ որ ձև է։ Միջև որտեղ, միջև երբ։ Քանի դա գործում չէ, դա քանի այս ընտրությունները դրանից հետո քանի գործում է ինքը զբաղացնել է այդտենց ձևերով։ Դրա համար գիտեք ոնց է, ինչի է Լուկաշենկոն իրան այդպես գրեհիկ ձևով ծաղրում։ Ինքնասիրություն ունեցող մարդը դրանից հետո կասեր, հա, դուրս եմ գալիս, չէ՞։ Բայց ինքը ասում եմ 2020-ին իրան դաստիարակել են շատ դաշան ձևով միջազգային ատյաններում։ Պատերազմից Դրա համար նայեք, ներսում ինքը դեռ կարողանում է։ Վաղը ներսում էլ մեկը հայտնվի իրան նույն ձևով, էլի նույն ձևով կխելոքանա։ Ներսում այսինքն, որ ասում եք, նկատի ունեք ավելի հզոր ինչ-որ բևեռ, ուժ։ Դե իհարկե։ Հոմշտապես այսպես չի մնալու հայկական իրականությունը։ Այսինքն հույսեր ունեք, որ կկազմավորվեն ընդդիմադիր Դա դաշտում։ գիտեք ոնց է, սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, իհարկե չես կարող կանխագուշակել ժամանակն ու ով, բայց կան պրոցեսներ, որոնք Թվերը պիտի վաղուց լինեին, որովհետև այնինչ եղավ, մասնավորապես 20 թվականից հետո ձեր ասածը պետք է շատ վաղուց տեղ ուներ։ Չէ, դե գիտեք ոնց է, դրա պատասխանել կա, նախկինները այնպես չեն քոքահանարել ու բնաջնջել քաղաքական դաշտը 30 տարի։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ չեմ։